Ահա։ Ինչի համար ենք այսօր հավաքվել, ինչի համար ենք այսօր եկել ստեղ։ Ստանալու եք բավականաչափ ակտիվացնող ձեզ կոդեր, որոնք կօգնեն, որ գնաք նոր մակարդակ մենք անընդհատ ենք գնում, նոր մակարդակ ասելով ինչ նկատի ունեմ, ավելի հզոր կապ ինքներդ ձեր հետ, ձեր մարմնի, ձեր սրտի, ձեր հոգու հետ, ու ինչի համար ուզեցա այսօրվա մեր այս թեման ունենանք, զրույց սրտից, այսպես կարելի ասել, ինքը մի քիչ հարց-պատասխանի ֆորմատ չի, այլ ավելի զրույց է, իհարկե արդեն կար հարց, ես կպատասխանեմ, հարցերը ինչ ֆորմատով եմ ես պատասխանում, ու դրանից է կշարունակենք, թե այսօրվա ինչ է ես գրել, հիշում եք, որ ասացի, ինչու է կարևոր պրակտիկաներ անել, եւ ինչ ներքին փոփոխություններ են դրանք բերում, ինչի համար է այդ կարևոր, ինչա տալու դա մեզ, որովհետեւ եթե մենք չիմանանք մեզ ինչա դա տալու, մենք չենք էլ ուզում այդ ճանապարհով շարունակենք, չենք ուզում շարժվենք, ավելի ներսի աշխարհի, ավելի հոգու գիտակցական աշխարհում, որովհետեւ մենք միշտ մեզ այնպես է մեր ուղեղը ծրագրավորված, որ եթե մենք անում ենք մի բան, չգիտենք մենք ինչ ենք ստանալու, դա մեր համար ոնց որ դա անիմաստ է, կորցնում է իմաստը, կորցնում է այդ քաղցրությունը։ Իսկ երբ որ իմանում եք, որ ասում եք, օքեյ, ես անցնեմ այս ճանապարհի միջով ու ինչա տալու ինձ դա, այդ ժամանակ արդեն դուք եք այդ ծրագրերը սկսում որսալ, դուք եք հասկանում այդ համակարգերը ոնց են ձեզ էներգիայից ուզում կտրեն, ձեր կապը ձեր սրտի հետ, ձեր գիտակցության աշխարհի հետ, ձեր ամբողջ փորձերից, ոնց են ուզում կտրեն։ Դուք արդեն այնքան սիրով եք անում այդ ամեն ինչը։ Դուք ասելով իհարկե այն հոգիները, ովքեր որ պատրաստ են գործանելու, ովքեր պատրաստ են իրենց ներսի աշխարհը նայելու, ովքեր պատրաստ են խորապես ընդունելու իրենց ոչ թե միայն լուսավոր հատվածը, լույս եւ սեր հատվածը, այլ նաեւ ընդունելու մի ամբողջ խավար, որը որ էլի մերն է, ուղղակի ինքը անմշակ էներգիա է, որը որ մեզ անդադ հեռացնում է դրանից, վախենալու բառեր են ասում, վախենալու անուններ ունեն այդ տեսակ էներգիաները, բայց վախենալու ոչինչ չկա, դրա համար ես ասացի, չէ, այսօր կակտիվանա ձեր հոգին, կակտիվանա ձեր գիտակցությունը, հենց այս զրույցի ժամանակ, հենց ընդամենը լսելու ժամանակ, տեսնենք, եթե կարիք լինի, կանենք պրակտիկա, վերջում, պրակտիկաները վերջում ենք անում, ովքեր կեսից չեն մասնակցում, իրանք ոնց որ չեն ունենում այդ հնարավորությունը։ Ինչի համար եմ ասում, նայեք, հարցեր կա, չէ, խմբում, որ ես չեմ պատասխանում, չեմ անդրադառնում, ինչի համար, ինչա տեղի ունենում, ոչ թե ես չեմ պատասխանում, որովհետև չեմ ուզում կամ այդպիսի բաները վերացել է, այդպիսի բաներ չկա այս նոր աշխարհում, նոր գիտակցական մակարդակում, ուղղակի կան այնպիսի հարցեր, որոնք տրվում են ուղեղից ու ինքը արագ պատասխան է սպասում։ Հիմա այդ դրա մասին ուզում եմ դա շատ հետաքրքիր ձևով cover անեմ այդ ամբողջ այդ բաժինը, ինչի համար, որ ասեցի չէ, կօգնի ձեզ գնաք նոր գիտակցման շերտի, ինքներդ ձեր ուժերը գտնելու։ Այսինքն բացելու լինելիության մի edge, երբ որ լինելիությունը ոչ թե ձեզանից դուրս ինչ որ վայր է, այլ հենց դուք եք լինելիությունը։ Լինելիությունը ոչ թե ինչ որ բառ, որը որ մեզ կուրախացնի, այլ վիճակ, որ մենք կունենանք մարմնավորված, արմատավորված մեր հողի հետ միասին, մեր մարմնի հետ միասին։ Ու ինչա տեղի ունենում։ Երբ որ հարցերը լինում են, նայեք, ինչ տեսակի հարցեր ա լինում, մենք բոլորս այնպես ենք մեծանում այս համակարգում, երկիր մոլորակում, կարելի է կոչել բոլոր ծրագրերը, ուղեղի, վախեր, ամբողջական վերցնում ենք բոլորը։ Հիմա եկել է ժամանակը, որ ամեն ծրագիր պետք է մենք անուն, պետք է իրանց տեսնենք, պետք է իրանց տեսանելիությունը բացենք, որովհետև եթե մենք ինչ-որ բան ասում ենք տեսանելի չի, ուրեմն այդտեղ դեռ մենք պատրաստ չենք էներգիան մենք այդտեղից վերցնել, պատասխանատվությունը մեր կյանքի հանդեպ։ Հիմա նայեք, այստեղ շատ մի կարևոր բան կա։ Ու ինչի համար ասացի երկիր մոլորակի վերցրած փորձը ինչի համար է կարևոր։ Նայեք, փորձը մենք երբ որ վերցնում ենք այստեղ, վերցնում ենք սկզբում լինում է, չէ, որ մեր առաջի աղբյուրը լինում են մեր ծնողները, հետո լինում են մեր տատիկ, պապիկները, ու տենց ընդլայնվում է մեր վերցնելու, այսինքն փորձեր ձեռք բերելու հնարավորությունը։ Ու ինչա տեղի ունենում, այդտեղ շատ մի հետաքրքիր ծրագիր է դրվում, շատ խորամանկ կերպով համակարգի կողմից, դա այն ծրագիրն է, որ մենք սկսում ենք սպասել մամայական
խորհրդի, ֆիզիկական մամուլի մասին չեմ ասում, այլ էներգետիկ ինքը ոնց որ հաստատման է սպասում անհատը, անընդհատ հաստատման է սպասում իր զգացած դաշտի։ Հիմա կհասկանաք, թե ինչով եմ կպցնում այս հարցին, չէ՞, սկզբից ասացի, որ հարցեր կա, որ եկել է ժամանակը անհատական դառնալու, ինդիվիդուալնիստը մարդկանց բերելու, ինքնիշխան դառնալու ժամանակն է հիմա։ Ու ինչա տեղի ունենում, եթե ես ամեն ձեր հարցի պատասխանեմ ոչ թե ձեր անցած պրակտիկաներից, այսինքն երբ որ դուք պրակտիկա եք արել ու ինչ որ բան է բացվել, այդտեղ շատ մենք այդ ժամանակ իհարկե ունենք ուղղորդման կարիք։ Օրինակ, ինչի համար է այս խմբի անունը դրած կյանքի բազմաչափ ռեզոնանս, որովհետև տարբեր կյանքի փորձեր ունեցող մարդիկ են ստեղ հավաքվում։ Ես ոչ մեկի երբեք չեմ ասում իր կրթության մասին, իր կարդացած գրքերի մասին, ինձ դա հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր է ձեր հոգու փորձը, ինձ հետաքրքիր է ձեր սրտի գիտակցությունը, ձեր լինելիությունը, դրա համար որ կա բազմաչափ ռեզոնանսը հենց, որովհետև ամբողջ աշխարհի մի մասերից, որ հարցնեք այստեղ հիմա ներկաներից, ով որ անկյունից է միացել, տեսնեք, որ ամբողջ մոլորակից մարդիկ են միացել, ամբողջ մոլորակից միացել են այն հոգիները, ովքեր որ ավարտել են 3D խաղը ու եկել են նոր աշխարհի խաղը սովորելու համար, նոր աշխարհի խաղներ մենք ենք սովորելու մեր օրենքներով։ Օրենքները ես չեմ ասում գրված օրենքների մասին, օրենքներ էներգետիկ, օրենքներ տիեզերական, այն ինչը որ մեզանից գաղտնի են պահել, այն ինչը որ փակ են պահել, այն ինչը որ ամեն ինչ արել են, որ մարդկանց գիտակցությունը պահեն վախի, տագնապի, նեղվածության, փոքրության եւ անընդհատ մարդուն զցել են ավելի փոքր, ավելի փոքր, ավելի փոքր։ Դա ոնց է տեղ ունեցել աննկատ։ Դա ոնց է տեղ ունենում հիմա դա էլի տեղի է ունենում։ Ոնց նայած ֆիլմեր, սերիալներ, լսած երգեր, բար, շրջապատ ու այդպիսի շարունակաբար ինքը ինքան բազմաչափ է։ Ու ինչա հիմա ստեղ արվում։ Ստեղ ինչ ենք անում միասին։ Մենք եկել ենք ստեղ ձեր հոգու բոլոր մասնիկները հետ վերադարձնելու, ձեր էներգիան կորցրած, ձեր էներգիան, որը որ փակ է, այդ վերադարձնելու, որ յուրաքանչյուրը դառնաք անհատներ, անհատ չհատվող կլոր։ Իմ ամենասիրելի բառերից մեկը, որ ես շատ եմ չէ օգտագործում, կլոր։ Ու ինչա տեղի ունենում, հիմա նայեք, շատ մի կարևոր բան։ Ու եթե դուք անընդհատ հարցը լինի այսպես, ես զգացի, որ այսինքն այս ձախ մասում այսպես է, ու ձեր կապը դուք չհաստատեք, այսինքն հիմա նայեք ավելի պարզ օրինակով, այսինքն պրակտիկա եք անում ինքներդ ձեր հետ, ու դուք այդ պահին ոչ թե անողն եք լինում, այլ սպասում եք, որ ես ձեր հետ անում եմ պրակտիկա, այսինքն մեր խմբային պրակտիկաների ժամանակ։ Մեր խմբային պրակտիկաները այդպես դիզայն արած չի։ Դրա համար ես անդադ, երբ որ մենք պրակտիկան սկսում ենք, ինչ ենք անում, մենք կանչում ենք ձեր ամբողջականությունը, չէ, մեր մտադրությամբ։ Մեր մտադրությունը, մեր կամքը, դա արարչական է, դա աստվածային է, դա մի բան է, որը որ ոչ մի համակարգ չի կարող անցնել, ոչ մի համակարգ իրավունք չունի խախտելու այդ օրենքները։ Ու տեղից այնպես է արվում, որ դուք ձեր ներսի գիտակցությամբ եք սկսում ձեզ ուղղորդել, ու երբ որ դուք սկսում եք ձեր ներսի գիտակցությամբ ուղղորդել, այդտեղ բացվում է մի ամբողջ ուրիշ դաշտ, որտեղ որ սկսում է գալ ձեր ներբեռնումները որոնն է, դաունլոդներ, այսինքն ձեր ունեցած ուժի, ձեր ունեցած գիտելիքի, այն գիտելիքը գրքային չէ, այստեղ գրքայինի մասին ես բացարձակ չեմ խոսում, այլ խոսում եմ ձեր փորձի մասին, ձեր ունեցած արդեն իսկ հավաքած փորձը, որը դա մի հատ գանձ է անփոխարինելի, որ դուք դեռ չեք տեսնում։ Այնպես է արել համակարգը, որ անհատը ինքը իր ունեցած փորձը արժեզրկի, որ ինքը միշտ իմանա իրանից ուժեղ դրսում ինչ որ մեկը կա, որ իմանա ինչ որ մի հատ գուրու կա, ինչ որ ուսուցիչ կա, դրանք բոլորը հին ծրագրեր են 3D գիտակցության։ Նոր գիտակցվածության վիճակում չկան ուսուցիչներ, չկան այդ վարպետներ, կան մարդիկ, ովքեր ակտիվացնում են։ Ես դրա համար ես ամենասկզբում ասել եմ, ես չեմ ընդունում ոչ մի կոչումներ, ոչ մի բան։ Ինչի համար, որովհետև ես ստեղ եմ, որ դուք ձեզ սկսեք հավաքել, դուք ձեզ սկսեք տեսնել, այսինքն դուք զգաք, ինչ եք զգում հիմա, եթե այդ զգացածը դուք ինքներդ ձեզ խոստովանեք, դա կբացի մի ամբողջ դուռ, կլինի այո, շատ ժամանակ լինում է վախենալու։ Ես շնորհակալ եմ այն մարդիկ, ովքեր որ
այնքան հիմա այնքան են մարմնավոր է իրանց ուժը, իրանց ամբողջականությունը, որ կարողանում են ճշմարտությունը գրել մեր չաթում, գրել այս 100 քանի մարդու մոտ, որովհետև դա է նշանակում, որ դուք արդեն դառնում եք ինքնիշխան, դուք դուրս եք գալիս կարծիքներից, դուք դուրս եք գալիս ուրիշ մարդկանց հաստատումներից, հարազատների հաստատումներից։ Սա ինչի համար է արվում, որ դուք ձեր հետ ձեր սրտի կապը բացեք, եթե զգում եք, որ այդտեղ ձեզ վատ եք զգում, եթե զգում եք, որ դուք ժամանակ է եկել է, որ դուք պետք է ուրիշ քայլ անեք ու հասկանում եք, որ ձեզ ուղղորդող չկա, ուրեմն այդ ուղղորդողը հենց դուք եք նոր դաշտ մտնելուց առաջ, իսկ իրական խիզախությունը, իրական այդ ոգեղենությունը, այդ անգլերեն courage, այդ ոգեղենությունը, այդ խիզախությունը իրական որտեղ է գտնվում, գիտեք, չի գտնվում է ֆիզիկական ուժի մեջ, չի գտնվում։ Ֆիզիկական ուժը լավ է, ամեն ինչ լավ է, բայց գտնվում է ստեղծելու մեջ, որովհետև ստեղծել նշանակում է ռիսկեր վերցնել, իսկ եթե ինչ է նշանակում ռիսկեր վերցնել, նշանակում է անորոշության դաշտը բացել, անորոշության դաշտը դա վախենալու տեղ չի, անորոշության դաշտ դա այն հայտնի արտահայտություն չէ, որ ասում է խավարից ծնվեց լույսը, խավարն է, խավարը այն մթությունը, որտեղ որ այդ ինքը ծնունդ է, ինքը հումք է, որտեղ դուք պետք է ծնունդ տաք, ծնունդ ոնց է տալ, ձեր իսկ փորձերով, ձեր իսկ ներսի տեսողությամբ, ձեր իսկ ներսի ճշմարտությամբ, այն մաքրամաքուր աղբյուրը, մաքրամաքուր այն աղբյուրը, որը որ կոչում ենք արարչական մասնիկ, Աստծո մասնիկ, այդ մասնիկը, որը որ գտնվում է ձեր ներսում, որ ներսում, չէ, հիմա այդ ուղեղը, եթե հիմա ուղեղը առնկած կգա, որ ներսում որտեղ է, մենք բառախաղ չենք խաղում ստեղ, ես դրա համար ուզում եմ ռեզոնեյտ անի այս խոսքը, ուզում եմ, որ հարգեք ձեր հիմա, միացել եք, չէ, հիմա, դուք հիմա ձեզ ներսում ասեք, որ ես հարգում եմ իմ ժամանակը, հարգեք, երբ որ կապ չունի, YouTube-ով եք լսում, որտեղով լսում եք, այդ բանին ձեզ հրահանգեք, ասեք ես հարգում եմ իմ ժամանակը, իմ չէ, ձեր ժամանակը, ինչի, որովհետև սա ուղղակի զրույց, որը գնում է, ես երբեք ուղղակի զրույցներ չեմ ունենում, իմ ամեն զրույցները դրանք ակտիվացնող զրույցներ են, հստակ էներգետիկ իրանց զանգված ունեցող, անկախ նրանից մենք պրակտիկա ենք անում միասին, թե չենք անում, այո, շատ ժամանակ կա, մենք վախենում ենք պատասխանատվություն վերցնելու մեր համար, վախենում ենք պատասխանատվություն վերցնելու մեր ներկայության, դրա համար ես չեմ օգտագործում տերմինոլոգիա, ես չեմ օգտագործում, դաժե այն ժամանակ, երբ որ ես խոսում եմ մկանների, ինչ որ, ես մկանների անունները չեմ տա, ես ձեզ տեղն եմ ցույց տալու, մեկ էլ անելու ձևը, դա է կարևոր։ Ես այնքան մարդիկ եմ հանդիպում, չեք պատկերացնի, գիտեն բոլոր տերմինոլոգիաները, գիտեն բոլոր գրքերը, գիտեն բոլոր պատմությունները, բոլորը, բայց իրանք ներկայություն չունեն, իրանք չունեն լինելիություն, որի մասին, որը որ խոսվել է բոլոր գրքերի մեջ, բոլոր մեզ փոխանցած են, այսքանն է մեզ հասե, այսքան փոխանցել են, մեզ այսքանն է հասե, հազիվ, այդքանն է հասելը, որը ձևը անելու ձևը չէ, իմաստը, գիտեք, ոնց ասեմ, այդ լինելությունը պահելու ձևը, որովհետև դա է մեր համար կարևոր, հոգու համար դա է կարևոր, թե չէ ուղեղի համար անդադար ինքը աշխատում է, ու ինչ է արվում, եթե դուք չսկսեք ձեզ վստահել, պրակտիկաներն ինչի համար եք անում, որ բացեք ձեր զգացողական դաշտը, բացեք ձեր ճշմարտության դաշտը, այո, պահեր կա, որ պետք է ասեք, գիտեք ինչ կա, այո, վախենում եմ այստեղ լինելուց, վախենում եմ նստելուց լռության մեջ պրակտիկա անելուց, բարձրաձայնեք ինքներդ ձեր համար, ոչ մեկի համար մի արեք, սա մոտայիկ ինչ-որ զբաղմունք չի, սա շատ լուրջ աշխատանք է, դրա համար շատ քիչ հոգիներ են գալիս այս գիտակցության դաշտը, շատ ինքը իրականում խիզախություն է պահանջում, որովհետև քանդվում է այդ քեզանից, հենց քեզնից քանդվում է այն բոլոր եսերը, որ հավաքել ենք այս ժամանակի ընթացքում, այն բոլոր մեր դիմակները, ամեն ինչ ոնց որ sense բացահայտվում է, դու չես ուզում տեսնես այդ ամեն ինչը, բայց հիշում եք սկզբում ինչ ասեցի, մենք եթե իմանանք վերջում ինչ ենք ստանում, մենք միանգամից կգցվենք այդ սև ջրերի մեջ, կդառնանք ամենաուժեղ լողորդը, կդառնանք այդ վախերի մեջ, կդառնանք ամենաուժեղ չվախեցողը, ժամանակն է եկել հիմա, հենց հիմա է ժամանակը, նույնց այս պահին, հենց հիմա, դրա համար եմ ասում, հարգեք ձեր ժամը, հարգեք, որ միացել եք ստեղ լսում եք ձեր ներկայությունը, հիմա ներսում ասեք ես հարգում եմ իմ ժամանակ, ես հարգում եմ հիմա իմ ներկայությունը,
Գիտեք ինչ, երբ որ ասում եք ես հարգում եմ, ովքեր անգլերեն են ուզում, ասում եք I honor this, ինչ է լինում, դուք հաստատում եք էներգետիկ մակարդակում, դա լինում է ձեր կնիքը, որ ոչ մի ուժ, ոչ մի միտք կողքից չգա, ձեզ չխանգարեն, ոչ մի մարդ, կտեսնեք, որ կնստեք լռության մեջ, բոլորն իրենց գործերը կանեն, ձեր կարիքը չի լինի, այնքան, ինչքան ուղեղը անընդհատ խոսում է, չէ՞ որ մենք հիմա նայեք, մի շատ հարազատ ծրագրի մասին խոսենք, շատ հարազատ ներքին ձայն կոչվածը, ներքին զրուցակից, ներքին ընկեր, ոնց ուզում եք կոչեք։ Ինքը շատ հարազատ է, որովհետև միացել է, ինքը հենց ծնունդից հետո միանում է, մինչև 7 տարեկանը ինքը դրվում է արդեն խոշոր ամենամեծ վերքերով ծրագրերը, ամենամեծ լուսավոր վերքերով ծրագրերը, որովհետև ծրագրերը ասած է, երբ որ ես ասում եմ ծրագրեր, ես նկատի ունեմ այն ամենախորքային վախերը, այն ամենախորքային տանջալից բաները, որոնք որ մենք երբեք չենք ուզում խոստով անենք, բայց հիմա ժամանակն է եկել ու ես բարձրաձայնում եմ այդ ամենի մասին, որովհետև պատկերացրեք ռակետը, որ վերև է, չէ՞ բարձրանում, ինքը չի պահ է գալիս, որ հաջորդ շերտ գնալու համար պետք է բաց թողնի, ու եթե անհատը պատրաստ չի բաց թողնելու, իրան չի տրվում, իսկ այն մյուս կողմում, երբ որ անցնում է մարդը այս ամեն ինչի միջով, տրվում է ինքդ քեզ, տրվում ես դու, գիտես ոնց է լինում, այն նվերը, որ ասեցի, չէ, դա հենց դուք եք սպասում ձեզ այնտեղ, բայց գիտեք որ վիճակով, մաքուր, այն վիճակով, որտեղ չկա խաբեություն, որտեղ չկա ինքնախաբեություն։ Ես ինքս գիտեմ ինչքան դժվար է ինքնախաբեության մեջ ապրելը, ինչքան դժվար է, այնքան ցավոտ է մեր հոգու համար դա։ Մենք ահավոր էներգիա ենք այդտեղ կորցնում, ու մեր գլխի մեջի պարոնը, ամենագետ պարոնը, ինքը անընդհատ կրիտիկա է անում ձեզ, անվերջանալի, որովհետև ձեզ համոզել են, որ ամբողջ մի էգո համակարգ, շատ հզոր համակարգ է, իր այդ ոչ կռիվ տալա պետք, ոչ հաղթելա պետք, ոչ մի բան, ամբողջ մի էգո համակարգ, ինքը աշխատում է, որ ձեզ փոքրացնի, որ ձեր էներգիայի հոսքը կորի։ Ինչու է դա արվում, որովհետև դուք չեք վերադարձրել ձեր պատասխանատվությունը կյանքի հանդեպ, ոչ թե կյանքի հանդեպ կյանքը դրսում, այլ կյանքի հանդեպ կյանքը դուք ամբողջովին, ձեր աշխարհը, ձեր իրականությունը։ Շատ կարևոր է, որ պրակտիկաները հասկանաք ինչի եք անում։ Ստեղ մենք սա սովորական խումբ չի։ Դրա համար կտեսնեք, մարդիկ կա միանում են, հետո դուրս են գալիս, մարդիկ կա ջղայնանում են, մարդիկ կա տեսնում են, ասում են, այս տղան խիա այս տեղերը ցույց տալիս, որովհետև տեղեր կա, որ անհատը դեռ չի ուզում տեսնի։ Ես ոնց որ պատկերացեք ֆանարիկով լույս եմ գցում այդտեղ, ասում եմ, տես, այդտեղ մերժում կա էներգիայի։ Տես այդտեղ դու քեզ չես ընդունում։ Երկու ձև կա, կամ ընդունում ես ուժեղանում ես, կամ չես ընդունում, կրկնվող կյանքի մեջ ես սկսում ապրել։ Հետո սկսում ես առողջական խնդիրներ ունենալ, հետո ավելի ծանր առողջական խնդիրներ ունենալ։ Ու այդպես շարունակ։ Կան նաև ուրիշ տեսակ բաներ։ Կան նաև մարդիկ, ովքեր գտնվում են կախվածությունների մեջ, տարբեր տեսակի, խորքային։ Կլինի դա արտաքին աշխարհից, թե կլինի ներքին ինչ-որ ցանկություններից։ Ցանկասիրության դևեր կան, չէ՞, խորքային։ Ցանկասիրության աշխարհ կա, ամբողջ ինտերնետի համակարգը, ամբողջ մեդիան ցանկասիրության վրա է հիմնված, գույներից սկսած, ամեն ինչ, ասեմ, մեյքափ պարագաներից սկսած, ուսումնասիրեք, տեսնեք, խաղամոլություն, խմիչքներից, ամեն ինչից, այդ մարդկանց պետք է ընդամենը ոչ թե օգնել, այդ մարդկանց էլ պետք է ճանապարհ տալ, որ իրանք էլ հասկանան, թե ոնց գտնեն իրենց հետ ճանապարհը դեպի իրանց։ Իհարկե նրանք, ովքեր որ պատրաստ են, ու ձեր ներկայությունը, երբ որ դուք կունենաք ամբողջական, կտեսնեք ինչքան մարդու է ճառագայթում։ Առանց ձեր խոսքի, դուք լռության մեջ կնստեք, կտեսնեք ինչքան մարդ է տրանսֆորմացվում ձեր ներկայության մեջ։ Ուղղակիորեն, քայլելուց, խանութ գնալուց, վաճառողի հետ զրուցելուց, ուղղակի տրանսֆորմացվում են։ Դա հենց ձեր մաքուր հոգու կոդն է, որ ակա, ձեր այդ կայծն է, ձեր կրակն է, այդ ներսի միջուկը, աղբյուրը։ Մի հատ շնչում ենք, քթով շնչում ենք դեպի փորը միանգամից, բերանով արտաշնչում, հետեք եք մարմին, շատ լավ հարց ունենք, հիմա ես այդ հարցը պատասխանեմ ու նաև միացնեմ այսօր մեր զրույցին, ովքեր չեն կարդացել, հարցը ինչի մասին է, որ պրակտիկաներից հետո ոտքերը տաքանալու փոխարեն սառում են, սառույց են դառնում, ինչի համար է դա տեղի ունենում, շատ լավ հարց է,
դա տեղի ունենում, որովհետև երբ որ պրակտիկա ենք անում, չէ՞ որ մենք անցնում ենք մակրումների միջով, մակրումներ ենք կատարում բոլոր էներգետիկ մարմնից, մեր ֆիզիկական մարմնից, ու մակրումների ժամանակ տեղի ունենում սառը տեսակյա լինում մակրումը, իսկ ինչի է տեղի ունենում ոտքերում, ուրեմն նայեք այստեղ ինչի համար ասեցի շատ կարևոր է, ուրեմն վերևի աշխարհները մարդու մոտ մենթալ աշխարհը, այդ կոչվում է crown կամ տարբեր անուններով մի հասկացեք, ձեր զգացողական դաշտով, ինչ է տեղի ունենում, այսինքն վերևի աշխարհներում հոսքը էներգիայի լավ է, իսկ ներքևի աշխարհներում, որը որ ցույց է տալիս մեր մարմինը, դա այդտեղ փակ է, էներգիայի հոսքը չի լավ դգնում, այսինքն կապը մեր մարմնի հետ, մարմնավորվելու հետ, այսինքն լինելությունից, որ խոսում է, չէ, լինելությունը դա մտքում չի տեղի ունենում, լինելությունը դա հենց մարմնավորված, անգլերեն կոչվում է embodied, մարմնավորված վիճակն է, հողանցում կատարած վիճակն է, ուրեմն միտքը դեռ թռչում է, ուրեմն միտքը նստում է, այսինքն, երբ որ հիմա նստում եք, այսինքն հիմա եթե լսում եք, նկատեք միտքը փախնում է, իհարկե այս էներգետիկ դաշտում չի փախնում միտքը, ես արդեն գիտեմ դրա մասին, շատերն են ասում, երբ որ միանում ենք ուղեղը խելոք լսում է, ինչի համար է դա արվում, որովհետև ուղեղին իրական, երբ որ դուք եք հրահանգում, իրանց շատ հաճելի է լինում դա, տեղից սկսում է ձեր բիզնեսը ուժեղանալը, տեղից սկսում է ձեր գործերը լավանալ, ձեր հարաբերությունները, սկսում եք առողջանալ, սկսում եք երիտասարդանալ, ձեր մարմինը, ձեր մաշկը, ինչի, որովհետև միտքը չի փախնում, իսկ ամենաշատ էներգիա դուք կենսական էներգիա է, կենսական էներգիան, կենսական ձեր կրակը կորցնում եք մտքերում, անընդհատ զրույցներով, անընդհատ անվերջանալի զրույցներով, ձեր ներսում, անընդհատ գցում բռնում եք, որոշումներ եք կայացնում, ձեզ ուզում եք ձեր հետ, գիտեք, ընկերական եք ուզում խոսակ, ձեզ ուզում եք ձեր ներսում մի խոսացեք, ժամանակ է պետք դրա համար, այո, վախենալի է, այո, դժվար է,